Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։ Այս մասին սոցցանցում գրառել է վարչապետը, հրապարակել հանդիպման տեսանյութը։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ համատիրությունների գործունեությունը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է։ Քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով համատիրություններին պարբերաբար տրամադրվում է նյութատեխնիկական մեծաքանակ օժանդակություն։ Հաշվի առնելով առաջնահերթությունն ու եղանակային պայմանները, վերջին շրջանում կատարվում են տանիքների վերանորոգման ծավալուն աշխատանքներ։ Անձրևաջրերի ներթափանցումները կանխելու նպատակով համայնքապետարանի տրամադրած օժանդակությամբ անհրաժեշտ շինանյութերով եւ ջրամեկուսիչ ծածկերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի խնդրահարույց տանիքները։ Բարեկարգ միջավայր եւ բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով Աբովյանի համայնքապետարանը շարունակում է համատիրություններին ուղղված աջակցությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի պետություն Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտներում։ Նախագահը շեշտել է, որ պետական քաղաքական հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են, եւ այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը միտված են երկարաժամկետ եւ կայուն արդյունքների ապահովմանը։ Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաեւ հայրենիք սփյուռք կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային։ Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև։ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հանդիպումը արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչ օրս համատեղ կատարված աշխատանքը եւ ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները։ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհանես Լուխների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարությանը ներկայացվել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են մի շարք առանցքային գործողություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավահավասարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, քրեական վարույթներով իրավական օգնության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման եւ այլ ոլորտներում։ Տիկին Կարապետյանը ընդգծել է, որ արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ սահմանված ուղղություններով։ Նախարարությունը պատրաստ է ապահովել ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք եւ արագ իրականացումը սերտ համագործակցությամբ գործընկեր կառույցների եւ Եվրոպական միության հետ։ Յոհանես Լուխները իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հանձնառությունը բարեփոխումների իրականացման հարցում։ Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանեն ժամանելու փորձագիտական խմբեր գնահատելու իրականացվող քայլերի ընթացքը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին, ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու եւ գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները։ Ամփոփելով հանդիպումը երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման եւ արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, հավելել է Կոբախիձեն։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք, որից 1237-ը արդեն իրացրել են հավաստագիրը։ Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառում։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 6-ից 7-ին համաձայն, որի բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 24 ավտովթար, 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում են նախարարությունից։ Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը։ Տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները։ Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման, ներառականության ապահովման ուղղված աշխատանքների իրականացումը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները իրազեկել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը նոյեմբերի 6-ին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, տեղեկությունը Ազատությանը փոխանցել է նրա եղբայրը Ավետիք Քերոբյանը, նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ։ Այժմ փորձում են հասկանալ, թե իրավապահ մարմինների գործողությունների պատճառները որոնք են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդներին։ Reuters գործակալության տվյալներով Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է գրավել Ռուսաստանը։ Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում է մոտ 84 միլիոն մարդ, ունի ուրանի, պղնձի, ոսկու, հազվագյուտ, հողային տարրերի և ռազմավարական ռեսուրսների զգալի պաշարներ։ Հանդիպումը տեղի է ունենում այդ ռեսուրսներին հասանելիության համար մրցակցության աճի ֆոնին։ Արևմուտքը ձգտում է դիվերսիֆիկացնել կարևորագույն հումքի իր մատակարարումները, նվազեցնելով իր կախվածությունը Մոսկվայից և Պեկինից։ Երկրի վրա սպասվում է տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, որն ակնկալվում է, որ կլինի վերջին տարիների ամենաուժեղներից մեկը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Կանխատեսվում է, որ երկիրը միաժամանակ կմտնի մեծ պսակային անցքի գոտի, կդիմանա 2 օր առաջ տեղի ունեցած խոշոր արեգակնային բռնկումների հետևանքով արտանետված 2 պլազմային ամպերի ժամանմանը։ Դատելով գետնի և տիեզերքի վրա հիմնված մոնիթորինգի համակարգերի ցուցմունքներից օրվա ժամանակացույցի առաջին կետը կատարվել է, նշված է հաղորդագրության մեջ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հաղորդում են, մարզերում նոյեմբերի 8-ից 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ից 9-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 3 աստիճանով։